Ինչպես կասեր Արեգնազ Մանուկյանը, ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մեր հոգավորից, այսօր ինչպես տեսաք, իմ հետ ոդքասթը վարելու է Աննա Ավետիսյանը, Մայր Հայաստան խմբակցության Երևանի ավագանու ներկայացուցիչ, անդամ, եւ այսօր կրկին մենք խոսելու ենք բռնաճնշումներից, բռնատիրությունից, հետապնդումներից, մի խոսքով այն այլանդակություններից, ինչ կատարվում է Հայաստանում, արդեն գիտեք, որ Արեգնազը 10 օր առաջ, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ առաջ կալանավորվեց, ուղիղ մեկ շաբաթ, եւ այսօր Արեգնազը հայտարարություն էր տարածել քրեակատարողական հիմնարկից Աբովյան փաստաբանների միջոցով, որտեղ մի շարք կետերի էր անդրադարձել, հետո պարզաբանումներ նա եւս կներկայացնի, այնտեղ նշված էր թե ինչի հետ է կապված այդ պարզաբանում ներկայացնելը, Աննա Արեգնազի հետ կապված բավականին կոշտ միջոցառումներ են ձեռնարկվել, սա իշխանությունների բարոյականության այդ ամբողջ բարոյականությունը այստեղ բառը ճիշտ չէ օգտագործելը, երևի ինչ կասես Արեգնազի հետ։ Մենք սպասում ենք Արեգնազի վերադարձին, ով անհիմն կալանավորվել է այսօրվա իշխանության բռնաճնշումների հետևանքով եւ նրա խափանման միջոցը եւս բավականին կոշտ է, հաշվի առնելով, որ Արեգնազը կին է եւ իր խնամքին ունի անչափահաս երեխա, այս աննախադեպ իրավիճակ է մեր երկրում, այս իշխանության շնորհիվ, կարծում եմ այսքան քաղաքապետարյաններ երբևէ չեն եղել։ Եվ մեկ կարևոր փաստ եմ ես ուզում ներկայացնել, ես նշեցի պարզաբանում կներկայացնի Արեգնազը, ավելի փակակցեր կբացի, խոսքը վերաբերում է այն հարցադրմանը, որը հնչեցրել է Արեգնազը իր այդ հայտարարության մեջ, նա նշում է, թե ինչն է օրինակ մայիսի 23-ից ավելի շատ մայիսի 23-ին ինչ չեն իմացել գործող իշխանությունները, ինչ իմացել են արդեն 1.5 ամիս հետո, երբ իրեն ձերբակալել են Անդրանիկ Թևանյանի այդ շինծու քրեական գործի համատեքստում, այսինքն խնդիրը ինչումն է, Արեգնազը ինչպես ինքն է նշում, հիմա կալանավայրում գտնվում է Անդրանիկ Թևանյանի շինծու քրեական գործով, Անդրանիկ Թևանյանին ձերբակալեցին մայիսի 22-23-ին, Արեգնազին հարձակնեցին, խուզարկեցին իր բնակարանը, բայց այդպես ամիս ու կես անցավ, հետո ամիս ու կես հետո եկան իր հետևից եւ տարան կալանավայր եւ խիստ ռեժիմով, ինչ չգիտեին մայիսի 23-ին, որ հետո իմացել են, ասենք հունիս ամսվա ընթացքում, այ ամբողջ խնդիրը դրանումն է, միջև հուլիսի 9-ը, այո, եւ Արեգնազը այդ փակագծերը շուտով կբացի եւ ներկայացնենք մեր այսօրվա հյուրին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Տիկին Լարիսա Ալավերդյանին։ Բարև ձեզ Տիկին Ալավերդյան, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, մեզ միշտ հաճելի է ձեր նման մասնագետներին եւ մարդկանց հյուրընկալելու։ Տիկին Ալավերդյան, մեր զրույցը սկսենք մի նախաձեռնությունից, որը ես անձամբ շատ եմ կարևորում, խոսքը վերաբերվում է քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովին, որի Անդրանիկ մամուլի ասուլիսը տեղի ունեցավ 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, հայտարարվեց հիմնադրման մասին, ինչու եմ կարևորում, որովհետև 18 թվականից հետո քաղաքահասարակություն կոչվածը, որ մինչև 18 թվականը իրեն ներկայացնում էր որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մնացած բոլոր իրավունքների պաշտպան, հանկարծ 18-ից հետո իրենք դարձան իշխանապաշտպաններ կամ Նիկոլապաշտպաններ եւ կարծես հասարակությունը, սովորական քաղաքացին, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները ուղղակի անպաշտպան մնացին պետական ռեպրեսիաների, պետական իշխանության հետապնդումների առջև, ում ուզում ձերբակալում են, ինչքան ուզում ձերբակալում են, ինչքան ուզում կալանավորում են եւ այս առումով խոսացող չկա քաղաքահասարակությունից։ Դե հասկանալի է, դատարանները իրանցն են, իրավապահ համակարգը իրանցն է, այն ժամանակ եթե ինչ որ անարդարություններ լինում, խոսում էին իրեն, քննադատում էին նախորդ իշխանություններին, հիմա հիմնականում բերանները ջուր առած հետևում են, շատ դեպքերում նույնիսկ խրախուսում են իշխանությունների այս բռնաճնշումները եւ այս մթնոլորտում նման կառույցի
կարևորությունը առավել քան է եւ ինչից առաջացավ Տիկին Ալավերդյան նման համախմբված, համակարգված հանձնաժողով ստեղծել եւ պայքարել այս իշխանությունների բռնաճնշումների դեմ։ Շնորհակալություն հարցի համար։ Ես պետք է ասեմ, որ այդ նախկինում այդ քաղաքասարակության որոշ ակտիվ այդ տարրերը այդպես չի որ 18 թվականից հետո է, նրանք մոտեցրել են 18 թվականը։ Այսինքն նրանք աշխատում էին, փաստորեն եւ դա բարձրեց այսօր պետք է չի դա ապացուցելու համար ինչ որ նոր փաստարկներ, նրանք ոչ թե երևույթի դեմ էին պայքարում, այլ անձանց դեմ, ովքեր կողմնակից էին Արցախի անկախությանը։ Եկեք փակագծերը բացենք։ Այո, ճիշտ է։ Որ հստակեցնենք, ես հիշում եմ տարբեր դրվագներ Տիկին Ալավերդյան։ Եվ երբ որ մենք դա չենք ասում, ստացվում է, որ այս ինչ բան է, մի հատվածական մոտեցում է, այս սա արեցին, սա անարեցին, նա արեցին։ Կներեք 18 թվականին եկած այդ թիմը, նրանք ունեին արդեն ծրագիր, առնվազն երկու միասնական նպատակը դրված էր, այդ առաջին նպատակը արդեն իրականացվել է, Արցախը օր առաջ բռնակցել, նորից հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը, ինչը հիմա արվում է, դարձնել տարածք, որը ծառայում է ամբողջովին եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ամբողջովին ծառայում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Տիկին Ալավերդյան, ես լրացնեմ ձեր ասածը 20 թվականի պատերազմի նախորդին, այսինքն դրանից մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ, այդ նույն քաղաքասարակության ներկայացուցիչները լսվեցին Արցախում, ինչ որ ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից էին խոսում, որը շատ տարօրինակ էր։ Այո, ես ուղղակի որպես, ինչպես ասում են, վետերան այս ամեն ինչի, իմ աչքի առաջ է դա եղել։ Ես շատ ցավագին եմ ընդունել իմ նախկինում գործընկերների, որովհետև մենք միջոցառումներ էինք միասնական անում, ունեինք ինչ որ կարգախոսներ, որոնք ես կարծում եի բոլորս պետք է լինենք միշտ հավատարիմ, իրականում կրկնում եմ, այսօր պարզ է, որ նրանք պարզապես, էլի եմ ասում, նախկին ոչ թե քաղաքականության, այլ այդ գործիչներին եւ իրենց քաղաքականությանը, որը որ վերաբերվում էր Արցախի եւ Հայաստանին, այսինքն Արցախը պետք է անկախ լիներ, Հայաստանը չպետք է ծառայեր թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Հիմա ես բացեմ փակագծերը, կարծես թե ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեմ թաքցնում, որ իրենց քաղաքականությունը մնացել է անփոփոխ։ Այն է հայերի հանդեպ ցեղասպանությունը։ Ինչպես հիմա պատերազմներն են հիբրիդային լինում, նույնը ցեղասպանությունն է հիբրիդային լինում։ Այդպես չի, որ հիմա ցեղասպանությունը պետք է իրենք թուրթվանգը հակած միանգամից բանանեն, ինչպես Արցախում են արել։ Հիմա այն ինչ որ տեղի ունենում Հայաստանում, այդ թվում այդ բռնաճնշումներ, քաղաքական բանտարկյալներ եւ այլն, դրանք մեկ շղթայի օղակներն են։ Արցախի հանձնումը, պատերազմը, հրավիրված պատերազմը, այդ պայմանավորված այսպես կոչված զինադադարն ու հիմա այդ դա բոլորը մեկ կրկնում եմ շղթայի։ Հիմա այդ շղթայի մեջ քաղաքական այդ բանտարկյալները կարևորագույն նշանակություն ունեն։ Ինչով Տիկին Ալավերդյան, ինչով են փոխկապակցված։ Դա եմ ասում, փաստորեն նայեք, դուք որ ասեցիք հիմա ավելի շատանում են, բոլոր այսօրվա այդ քաղբանտարկյալները եւ շարունակվելու է անպայման, որովհետև սեպտեմբերին մեզ սպասում են թիմ ընտրություններ, որևէ մեկը հանկարծ չմտածեք, որ ահա մենք այսօր կխոսենք, կքննադատենք ու ինչ որ մի բան միանգամից կփոխվի, ոչ, կա ծրագիր, այդ ծրագիրը Հայաստանը դարձնել տարածք, որը ամբողջովին սպասարկում է ոչ միայն թուրք-ադրբեջանական եւ այդ միասնություն եւ այլն, այլև ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների նախ եւ առաջ այդ արևմուտքի դրանց շահերն են պաշտպանում։ Այսինքն մենք գործ ունենք բավականին հզոր այդպիսի մի համակարգի հետ, որը տարիներ շարունակ ես կփորձեմ պնդել, որ 98 թվականից հետո աշխատել են թիմ հավաքել այստեղ այնպիսինը, որը ոչ միայն կկատարի իրենց, այլև ինքը գրողը կլինի այդ
գաղափարախոսության։ Այն ջոկել են էլի տիկին Դա արավ։ մեկ-մեկ, եթե Հատանտի դուք, ընտրված։ այո, մեկ-մեկ, ես ժամանակին 18 թվականին ես նայել եմ այդ Գերագույն խորհրդի падգամավորների կենսագրությունը, բոլորը անցել են գրեթե նույն անուն սեմինարներով, պատահական չէ ես որ ասել եմ, որ դրանք սեմինարիստ են, այդ սեմինարներում մենք էլ ենք անցել, բայց իրենք տեսել են, որ մեր սերնդի հասարակական կազմակերպությունները կոփված են եւ չեն պատրաստվում նոր գաղութներ դառնալ արևմուտքի համար։ Տիկին Նոր Ալավերդյան, Չեն գաղութներ տրվում իրենց գաղափարներին։ չեն, այո, մենք ունեինք խնդիր ազգային պետություն եւ ուժեղ ժողովրդավար պետություն ունենալ։ Այո, հիմա Իսկական ժողովրդավար։ այո, Տիկին Ալավերդյան, տեսեք այո։ դուք նշում եք, որ գլոբալիստները եւ այլն, Այո։ այդ նույն գլոբալիստները միջև 18 թվականը իրենց ներկայացնում են որպես մարդու իրավունքների ժողովրդավարության գերպաշտպաններ եւ միլիոնավոր դոլարների գրանտներ էին տալիս այդ ձեր նշած ջոկած հատնտիր ներկայացուցիչներին, գաղափարակիրներին, որպիսի իբր Հայաստանում զարգացնեն ժողովրդավարությունը, բայց դրանից հետո 18-ից հետո, հա, այ մոռացան ժողովրդավարությունը, հիմա սկզբից Արցախներ, հետո հիմա խաղաղությունից են խոսում այդ Այո, դուք հետաքրքիր բան այսպես ասած ասեցիք։ խաղաղությունից։ Մենք էլ ենք, մենք կազմակերպությունը գրանտներով էր աշխատում։ Ինչ է տեղի ունեցել։ Նրանք ոչ թե նախապես գիտեին ում է, նրանք կներեք այդ խոսքից խախալել են այդ տարիների ընթացքում։ Ես հատուկ ուսումնասիրել եմ այդ գրանտ տվողների այդ քաղաքականությունը։ Ես եղել եմ Լոնդոնում մի ամիս ավել մի տարբեր հարցերով ու ես ուսումնասիրել եմ, այո, միշտ իրենք մտնում են որևէ պետություն, միշտ հավաքագրելով իսկական նվիրյալներին, հասարակական շահին ծառայողներին եւ այդ ընթացքում սկսում են ընտրել այն խմբերը, ովքեր կծառայեն ոչ թե հասարակությանը, այլ ահա այդ գրանտ տվողների, այդ փողատերերի հետագայում եւ դրա վրա անցնում է մոտավորապես 15-ից 20 տարի անցնում է։ Ես ուսումնասիրել եմ։ Այսինքն դաշտը լայն են վերցնում, հետո այն մնացածին մաղում են, մնում են մեր կատարողները։ կազմակերպությանը զրկել են միանգամից բոլոր այն ծրագրերից, որոնք օրինակել էին համարվում, որովհետև մենք ուղղակի աշխատում ենք եւ այլն։ Այսինքն ես անցել եմ այդ ճանապարհը, մեր կազմակերպությունը անցել է այդ ճանապարհը։ Հիմա քաղբանտարկյալները այսօրվա, դրանք ոչ միայն քաղբանտարկյալներին, օրինակ Amnesty International-ի իմաստով, նրանք պլանավորված, նպատակասլաց բռնաճնշումները ունեն նպատակ ամբողջ հասարակությունը դարձնել հլու հնազանդ։ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ երբ որ նվաստացնում են Գագիկ Ծառուկյանին, դա զուտ Գագիկ Ծառուկյանին չէ, ես չեմ էլ ուզում այդ խոսքը արտահայտել, այդ խուլիգանական այդ կներեք հարիր չի ընդհանրապես, այո, դա խուլիգանական Փաշինյան Նիկոլի բառերը կրկնել բառապաշար, այո։ Հիմա նայեք, դա նշել է, որ դա ոչ թե զուտ Գագիկ Ծառուկյանի, թեկուզ մասնավորապես իրենա, այլ դա ամբողջ հասարակությունն է այդ վիճակի մեջ դարձել, այսինքն մեզ ուզում են տեսնել ամբողջովին նվաստացած, կոտրված, հիմա ես կոչ եմ անում բոլորին հիասթափեցնել այդ քաղաքականության վարողներին, հակառակը այդպիսի, ինչպես ասում են դիմադրությունը, ինչ ուժով իրենք սեղմում են, պետք է մենք ավելի ուժգին դիմադրենք։ Հիմա քաղբանտարկյալները ինչի են որոշել հանձնաժողով ստեղծել, որովհետև օրինակ ես անձամբ զանգել եմ մի քանի տեղ ու խնդրել եմ, արդյոք կա միասնական շտեմարան։ Ինչքան քաղբանտարկյալ կա, ով ինչով է հետապնդում։ Որովհետև ոչ միայն նրանք, ովքեր այսօր են հայտնվել ճաղերի ցանկում կամ տնային կալանքի, այլ ընդհանրապես 18 թվականից եւ ինչպիսի պատճառներով դրանց ժամանակին մեղադրել են, կոպտել են, փորձել են եւ այլն եւ այլն։ Մենք չունենք այդպիսի շտեմարան։ Այնինչ մեր կազմակերպությունը ունի հզոր փորձ
երբ որ մենք զբաղվել ենք անհայտ կորածներ, պատանդ, զինգերիներ եւ այլն, մենք ստեղծել ենք միասնական շտեմարան։ Այդ շտեմարանի մեջ մանրակրկիտ ամեն մի անձի համար մենք ունենք քարտ եւ ցուցակը ուներ վերին աստիճանի կազմակերպված այսպես ձևով, մենք դա կարողացել ենք տարածենք աշխարհով մեկ։ Հիմա կհասցնեք Տիկին Ալավերդյան, որովհետև ամեն օր առավոտյան Facebook-ը բացում ես, մեկի նկատմամբ քրեական գործ է, մեկին կալանավորեցին, մեկին հետախուզեցին։ Այո, Տիկին Ալավերդյան, երբևէ եղել է այսքան, որ շատ քաղբանտարկյալներ լինեն։ Ոչ, որովհետև կրկնում եմ, չի եղել այն նպատակադրումը դարձնել Հայաստանը գաղութ։ Չի եղել դա, եղել է ուրիշ բան, իշխանությունը ուժեղացնել, մեղմ կամ փափուկ ավտորիտար մեթոդներով, Այսինքն իշխանությունը պահեցինք, թուլացնում ենք։ Այն ինչ որ ներհատուկ է ընդհանրապես իշխանություն, բոլոր այն թերություններով, որոնց մասին Փառք Աստծո ձեր խոնարհծառան միշտ խոսել է եւ առաջինի եւ երկրորդի եւ երրորդի ժամանակ ու ես միակը չէի, այսինքն մենք հստակեցնենք, որ այն ժամանակ չի եղել այդ նպատակադրումը Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական քաղաքականության սպասարկող եւ տարածք եւ ժողովուրդ։ Այսինքն կոնցլագեր են սարքում, Տիկին Ալավերդյան։ Այո, սա բոլորովին այլ ծրագիր է, էլի եմ ասում, թե առաջինը, թե երկու, առաջինը մասին ընդհանրապես կարող ենք առանձին խոսել, որովհետև այն ժամանակներից է եկել այդ թեզերը, որ մենք պետք է մեր հարևանների հետ, Թուրքի, Ադրբեջանի հետ բարեկամանանք, ցեղասպանության համար պետք չէ բան անել, այո, Տիկին Ալավերդյան, այո, Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, բայց բարձր ինչ որ կարգավիճակով, այդ բոլորը առաջինի ժամանակներից է։ Տիկին Ալավերդյան, այդ հասկանալի է, ուղղակի տեսեք, հարաբերությունները պետք է նորմալանան, խաղաղություն պետք է լինի, այդ բոլորն են ընդունում, բայց ոչ մեկ չի ընդունում հիմա իրավիճակով, ռեալները հաշվի առնելով, որ այդ ամեն ինչը պետքա լինի կզածի կարգավիճակում, Հայաստան այդ խոսքն է, որ ես միակողմանի։ Հենց նայեք ոնց է։ Դուք ասում եք ինչ հարաբերությունները մի մարդու մի ձեռքը ծափ է տալիս։ Չէ, իհարկե, դրա համար ենք ասում։ Այսինքն մենք հստակ բոլորս տեսնում ենք ու ամեն ինչ արվում է նույն այդ Ադրբեջանի ղեկավարի կողմից, որ նա ցույց է տալիս, որ չկա այդպիսի խաղաղության ինչ որ մի պայմանագիր, դա կապիտուլյացիա է։ Ինքը դա անընդհատ կրկնում է եւ անընդհատ ցույց է տալիս։ Ես չեմ հիշում օրինակ դեպք, երբ մեր նախորդ ղեկավարներից որևէ մեկը հանդես գալ ամբողջական, չգիտեմ, արևմտյան Հայաստան, ծովից ծով Հայաստան սարքելու ծրագրերով, Արցախը մերն է, Բաքուն մերն է, չգիտեմ, ուշն ու սասունը մերն է, երբեք որևէ մեկը նման բառապաշարով չի խոսել։ Միակ մարդը, որ խոսել է, իրենք ավելի գրագետ են, կներեք հազար ներողություն, այս իշխանությունների ամենաաչքի ընկնող, աչքի զարնող, ամենախայտարակ դիմագծերը դա հրետորաբանությունն է, փողոցային, խուլիգանական, հատուկ շեշտադրումներով, որը հատուկ չէ կիրթ խավին ոչ հատուկ շեշտադրումներով։ Դա մեկ եւ երկրորդը հստակեցնենք, որ որևէ մի իշխանություն դրանից, որ մենք ունեցել ենք առաջի, երկրորդ, երրորդը, չէր մոռանում մի բան, որ մենք նոր անկախությունը ստացած, բայց հին քաղաքակրթական պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Եթե մենք Կարսի մասին Սա է։ Եթե մենք Կարսի մասին հիշում ենք Տիկին Ալավերդյան, այդ չի նշանակում, որ մենք Կարսը պահանջում ենք Թուրքիայից հետ վերադարձնել Հայաստանին։ Ճիշտ է։ Կամ եթե հիշում ենք Մուշի մասին, օրինակ բոլոր նախագահներն էլ հանդես են եկել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման օգտին եւ նշել են, որ սահմանները պետք է բացվեն առանց նախապայմանների։ Այդպես է եղել, չէ՞ մի։ Գիտեք, տեսեք ինչին է հասել այս իշխանությունը։ Հիմա դուք ստիպված եք
այդ բաները ասել, որ մեր լսարանը վերհիշի, որ իրապես որևէ մեկը չի եղել, ասում է պատերազմի կուսակցությունների վրա, դե չի եղել այդպիսի բան։ Դե աբսուրդ է Տիկին Ալավերդյան։ Խիստ հակառակը։ Ոնց է եղել պատերազմը ընդհանրապես։ Ադրբեջանը հարձակվել է։ Միշտ Ադրբեջանը խախտել է անկան ժամանակավոր զինադադարները։ Այսինքն միշտ հայկական կողմը առաջինի, երկրորդի, երրորդի նախագահների ժամանակ միշտ հանդես են եկել հստակ խաղաղ ճանապարհով եւ կարողանալ հստակեցնել խաղաղությունը, ոչ միայն զինադադարը։ Ադրբեջանը դրան չէր գնում ու վերջերս Իլհամ Ալիևը մի քանի օր առաջ ասեց դաս տալով Ուկրաինային, որ չհամաձայնվեք այդ ձեր օկուպացիայի հետ, միշտ ասինքն եւ հետաքրքիր բան ասես, որ մի քանի կերտերություն ցանկանում էին, որ Արցախը եւ Լաչինի միջանցքը անցնի Հայաստանին։ Դա ուղիղ հակասում է Փաշինյան Նիկոլի այն հայտարարություններին, ով ասում էր ամբողջ աշխարհը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմին եւ պատրաստ է Ադրբեջանին տալ, եւ մեկ բան էլ նշենք, որ միակ ղեկավարը, ով ասել է Արցախը Հայաստանը եւ վերջ, դա Փաշինյան Նիկոլն է։ Գիտեք, ոչ մի ղեկավար նման հայտարարություն, սադրիչ հայտարարություն չի արել Տիկին Ալավերդյան։ Ես էլի եմ ասում, անգամ առաջինը, որ ասում եմ, ասել է Հայաստանը համաձայն է, չէ, նա ասել է Հայաստանն է, որ մնա Ադրբեջանի կազմում, չի ասել, որ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մասն է։ Ասել է, որ քաղաքական, ես միշտ քննադատել եմ դա, ես հիշեցնեմ, բայց միակ մարդը, որը դա ասել է, դա եղել է այո քաղաքացի Փաշինյան Նիկոլը եւ շատ կարեւոր ինքը պարծենում է դրանով։ Տեսեք, Պարծենալը ո՞րն է, դրանից հետո պատերազմ սկսվեց, հետո բայց ինքը պարծենում է դրանով եւ ասում է ես պետք է ավելի շուտ ասեի, կարելի էր պատերազմը չունենալ եւ հանձնել։ Չկա այդպիսի։ Չէ, սկզբից ասեց Արցախը Հայաստանը եւ վերջ, եկավ պատերազմ։ Հետո նոր ասեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Չէ, նայեք, երբ որ ինքը ասել է Արցախը Հայաստանը ու վերջ, դա նման է այն կոչին, որը ժամանակին Ֆրանկոյի ժամանակ Իսպանիային, над всей Испанией чистое небо։ Դա կոչ էր Ադրբեջանին, որ կարող ես սկսել պատերազմ։ Դա սադրանք է։ Ես մի քանի անգամ անընդհատ դա նշում եմ, որ ոչ թե ինքը խափում էր, ասում են երբեր դու ճիշտ։ Ինքը ճիշտ էր 1998 թե 2002 թվականներից հայկական ժամանակը երբանից է աշխատել։ Այ, չգիտեմ, այդ թվերից լրագիր էր հետափոխվեց հայկական ժամանակի հենց առաջի օրվանից նա միշտ ասում էր նույնը։ Նա հայացիացությունը, որը տարածվում էր հայկական ժամանակ դեղին թերթից, գերազանցում էր ադրբեջանական կայքերում հայացիացությունը, քանի որ ես ադրբեջաներեն էլ տիրապետում եմ, ես միշտ եւ աշխատանքս էր այդպիսինը հետևում էի ադրբեջանական կայքերին եւ թերթերին այնքան ինչքան որ էլեկտրոնայինում կար։ Չկար այդպիսի հայացիացության այդ աստիճան հայացիացությունը, որը տարածվում էր հայկական ժամանակ թերթից եւ որը շարունակվում էր։ Ես մի բան եմ նշեմ Տիկին Ալավերդյան, հիմա որ քննադատում է Տիգրան Մեծեն խոսում ծովից ծով Հայաստան են ուզում, միջազգային հարթակներում միակ ղեկավարը եղել է քաղաքացի Փաշինյան Նիկոլը, որը խոսել է Տիգրան Մեծի Հայաստանից։ Որևէ այլ ղեկավար ես չեմ հիշում, որ Մյունխենում Ալիևի հետ այդ բանավեճ կոչվածի ժամանակ խոսում էր Տիգրան Մեծ, ծովից ծով Հայաստան, ճիշտ է։ Ես պետք է ասեմ, թող ինձ ներեն բոլոր իր աջակողները, նա անգրագետ է։ Ես էլի եմ ասում, դրա համար իրեն դիպլոմը չեմ տվել։ Այդպես չի, որ դա քաղաքական հետապնդումների հետևանք էր։ Եթե դուք հիշում եք, անգամ իշխանության գալուց հետո ինքը ուսումնասիրում էր որոշ փաստաթղթեր, լինի դա բանակցային, եւ ասում էր, ահա ես բացահայտել եմ սա։ Այսինքն նա տեղյակ չի դրա մասին, մեկ, բայց ինքը ուներ այդ գաղափարը, որ Արցախը դա պետք է Ադրբեջանին մնա ընդմիշտ, ինքը այդ գաղափարով էր մտել քաղաքականություն։ Կապ չունի, պատգամավոր էր, պատգամավոր չէր, խմբագիր էր այդ դեղին թերթի, ինքը գրողն է այդ գաղափարի, եւ էլի եմ ասում, դրա համար այդ թիմը այդպես է հավաքվել,
որ այ բոլոր նրանք, ովքեր տարբեր աստիճանով արտահայտում էին այդ միտքը, որ հերիքայել է հոգնել են, հլա չեն պայքարել, բայց արդեն հոգնել են եւ այլն, պետք է խաղաղություն, մենք պետք է ենթարկվենք, եկեք այդ խոսքը ուղակի ընդգծենք այսօրվա խաղաղության այդ բոլոր ճառերը դա ենթարկվելու ընդ որում ես խոսում եմ ժողովուրդը իմ շատ է պես ճանաչում են մոտենում են բա ինչ անենք իրանք ավելի ուժեղ Այո հիմա այդ Այսինքն- բանը Տիկին Ալավերդյան տեսեք Այո։ դուք այսպես խոսում եք Այո։ իրենք ասում են տեսեք Տիկին Ալավերդյանը պատերազմ է քարոզում Այո։ պատերազմ է ուզում այ ռևանշիստները բռնեք ռևանշիստներին որևէ մեկը թող ասի որ նա ավելի շատ է հանդիպել ադրբեջանցիների հետ 92 թվականից մինչև 2010 թվականը թող մեկն ու մեկը գլուխ գովա եւ այդ բոլոր հանդիպումների ժամանակ կրկնում եմ ես հասարակական կազմակերպություն մարդու իրավունքների պաշտպան падգամավոր հանդիպումները ես միակ մարդն եմ երևի որը մի 5 անգամ հրավիրվել է Բաքու միջազգային տարբեր կոնֆերանսների Եվ ես այնտեղ ելույթներս ունեցել եմ անգամ ուղիղ եթեր եմ ունեցել եւ որևէ մեկը չի կարողացել ինչ որ ձևով լսել երանգ անգամ պատերազմական հակառակը երբ որ ելույթներից մեկի ժամանակ մեկը տեղից բորբոքվեց որտեւ ես ասել եմ դուք ասում եք զավթած մենք ասում ենք ազատագրած նախագահի ներկայացուցիչը Ադրբեջանի ասեց որ դուք շատ եք լսում ուղիղ խոսքը անկեղծ խոսքը հայերից լսեք վերջապես թե ինչ են ասում արդյոք դուք ես ասացի արդյոք դուք լսում եք ինչ որ ատելություն է ասեցին ոչ բոլորովին այսինքն դա կներեք ես Բաքու եմ ծնվել մեծացել ես չունեմ այդ էթնիկական մոտեցումը Բայց Նիկոլ Փաշինյանի Գեբելսյան քարոզությանը հաջողվեց բոլոր նախկինների վրա կարել պատերազմի կուսակցություն այդ պիտակը Տիկին Ալավերդյան Ես ասեմ ձեզ ինչ է արվել ինչումն է ուժը այդ թիմի եկեք խոսենք այն ինչ որ կա դա այդ ինֆորմացիոն դեզինֆորմացիոն պատերազմն է եւ այստեղ իրենք ունեն 100%-ով հաղթած դաշտ Համաձայն եմ Այսինքն այն դեզինֆորմացիան, որը որ կարողանում են իրենք տարածել, զավթելով բոլոր փաստորեն հնարավոր այդ ալիքները, մենք փաստորեն ձեզ հետ Սոցցանցերը, ալիքներ, Տիկին Ալավերդյան ամեն ինչ ինչքան ուզում է շատ մեծ լինի մեր լսարանը, Իրենց չի հասնի 10% Հ1-ի լսարանի, ճիշտ է, այսինքն նախապես դա պատրաստված է, մենք ունենք խնդիր, երբ որ ասում են 700,000 մարդ է քվեարկել, ես էլի մի սուտ բացեմ, որը որ ասել է Փաշինյան Նիկոլը, ասել է եթե 350,000 մարդ իմ դեմ քվեարկե, ես հրաժարական կտամ, 600,000-ից ավել դեմ են քվեարկել, նա չի ասել, որ եթե լինի այսքան կամ այսքան ասել է եթե 350,000 մարդ իմ դեմ քվեարկի ես հրաժարական կտամ ուր է այդ հրաժարականը Տիկին Ալավերդյան Մի բան էլ հիշեցնեմ այո Հիշեք ինքը ասաց նաև եթե ես 50+1 ձայն չհավաքեմ սեպտեմբերին կլինի պատերազմ այլ դա օրինակ դուք ոնց եք գնահատում դա հոգեբանական ճնշում է թե նորից ինչ որ մեսիջ ոչ մի հոգեբանական դա նորից նոր պատերազմ հրավիրելու այդ ուղղակի կոչն է ուղղակի արդեն ինքը ասում է ժողովրդին նայեք հա այսինքն նա ապացուցում է դրանով որ այն պատերազմն էլ է ինքը հրավիրել դա մենք պետք է կարողանանք նայենք իր խոսքերին եթե միայն հավաքագրենք միայն իր արտահայտությունները դա բավարար է դատական ժամանակ որպես ինքնախոստովանություն ցույց տալ որ իր բոլոր գործողությունները իրենց մեջ պարունակում են ամենածանր հանցագործությունների
հատկանիշները մեր քրեական օրենսգրքի համաձայն դա 28-րդ գլուխն է 29-րդ հոդված գլուխն է որտեղ խոսվում է պետական անվտանգության եւ սահմանադրական կարգի դեմ հանցագործություններ ես ոչ մի խոսք չեմ ավելացնի որովհետեւ այդքան ես չեմ ասի ինչքան ինքը իր մասին ասում է եւ դրանով ինքնախոստովանական ցուցմունքներ են դրանք բոլորը եւ այս առումով մենք խնդիր ունենք հասարակության մեջ մեր հասարակությունը կարողացել են տարիներ շարունակ դարձնել այն աստիճան ինչպես ասեմ իրենց ինքնությունը կորցնող ազգ ենք մենք հիմա քաղաքական գիտակցությունը թույլատրել է մենք ուղղակի ինքնությունը կորցնող մի համայնք ենք այսօր եւ այդ աշխատանքի մեջ լծված է ոչ միայն այս իշխանությունը այլ լծված են եւ կրկնում եմ իրենց այդ ջատագովները եւ բոլոր նրանք ովքեր որ երկրի մեջ մնում են ջատակով չեն հասկանում ես ցավակցում եմ իսկ նրանք ովքեր միտումնավոր էլի համաձայն են դառնալ Թուրքիայի կամ Ադրբեջանի որպես Թուրքիայի կցորդը ես համարում եմ դա այո գործողություններ որ իր մեջ պարունակում է ծանրագույն նաև արժե համակարգային ճգնաժամ է Տիկին Ալավերդյան դուք նշեցիք այդ մարդկանց հա օրինակ Արեգնաս Մանուկյանին ձերբակալեցին հետո այդ լուրերը որ դրվում է սոցցանցերում բա նայում ես մեկ այդ կոմենտ գրողներին հա նու հիմնականը դե ֆեյքեր են ովքեր ողջունում են բայց ֆեյքներ գրողը էլի մարդ է հասկանալի է այնտեղ դավաճան գնդակահարել չգիտեմ էս անել են անել այդպիսի կոչեր եւ այլն ու նայում ես կան կանայք ասենք պատկառելի տարիք ունեցող ովքեր ֆեյքերից բետար նույն կոչն են անում այսինքն երիտասարդ կնոջը ձերբակալել են որի խնամքին կա անչափահաս երեխա եւ տարեց մայր այո եւ թույլ չեն տալիս սահմանափակում են ասում են այ ճիշտ են արել պետք է ավելին անեին պատի տակ կանգնացրեք ես արեք Տիկին Ալավերդյան լավ ինչպես գլորվել այդ աշճանի ես չեմ հասկանում նայեք դա բավականին լավ մշակված տեխնոլոգիաներ կան ես դրա համար եմ ասում որ մեր դեմ աշխատում են ոչ միայն այդ կիսագրագետ այդ իշխանության եկած այդ անդամները այլ աշխատում են վերին աստիճանի հմուտ քաղաքական մանիպուլյատիվ տեխնոլոգիաների չմոռանաք որ նրանք նախկին գաղութատերերն են Եվ տիրապետում են ամբողջովին այդպիսի տեխնոլոգիաներին մեկ երկրորդը Հայաստանի Հանրապետությունում ես եթե խոսում ենք առաջի երկրորդ երրորդին մի քանի անգամ հնչեցվել է եւ ես ամենահամեստն եմ դրանց շարքում որ կա խնդիր ոչ միայն արտաքին անվտանգության ոչ միայն էներգետիկ կա ներքին անվտանգության խնդիր ներքին անվտանգության նշանակությունը չի այն աստիճան չի գնահատվել մեր ղեկավարության կողմից եւ մենք այո հասարակության մեջ դաժան վերաբերմունքը ճիշտ ժամանակն է որ ես խոսեմ արդեն նրա մասին ոչ թե ինչ են անում ձերբակալում է այլ ինչպես են անում տեսեք եւ հասարակության մեջ ամենա ցածր այդ զգայականները արտնացնում են այս ինձ է պետք այդպես է պետք այսինքն ցանկացած ժողովրդի մեջ եթե ղեկավարությունը սկսում է աշխատել նրա վրա որ ամենա դաժանությունը արտնացնել կամ բնազդների վրա այլ ոչ թե քննադատական մտածելակերպի վրա այո մենք ունենք դրա արգասիքը եւ այն կանայք որ դուք ասում եք ես երկու անգամ միջև անգամ երես այսպես հանդիպել եմ այո ես արդեն ունեմ անուն իրենց հայոյաստանցիներ ես ասել եմ որ Հայաստանում բաժան եք անում հիմա Հայաստանում ապրում են հայաստանցիներ եւ հայոյաստանցիներ դրանք հասուն տարիքի տհաս ամբողջովին մտածելակերպ ունեցող նրանք ովքեր որ արտահայտվել են ղեկավարի
այս կամ այն բարեմասնության մասին, որ կարոտ են եւ այլն։ Դա դուք պատկերացնում եք դա ինչ մակարդակ է փաստորեն։ Այսինքն մենք ունենք դա եւ երկրորդ հանգամանքը բերել են ուժայինների մեջ իրավապահ մարմինների մեջ դրել են կանանց եւ կանանց ղեկավարությամբ է իրականացվում ավելի ակտիվ այդպես չի եղել մեզ մոտ ակտիվ կանանց հետապնդումը դա էլ մի նոր այդ բսկտելու հասարակությունը բսկտելու չկա հիմա որ կանանց ձայնը սա է կամ երիտասարդների չկա այդպիսի բան Տիկին Ալավերդյան 37 թվականին բոլշևիկները էլի կանանց էին օգտագործում Այո, մարդկանց բռնելու քննարկարանը դուք ինձնից երկար ապրեք, Աստված տա, բոլորն էլ թող երկար ապրեն նույն ձևի զարմանալիորեն այն այսպես մատրոս Ժելիզնյակի ժամանակի բոլշևիզմի անկրկնելի ուղղակի նմանությամբ իրենք անում են դա նույն եկեղեցու հանդեպ բոլորը դա այնքան հստակ է եւ ով է դրան ոգևորողները ովքեր են հետ քրիստոնեական, այսինքն պոստմոդեռն կամ պոստքրիստոնեական Եվրոպա։ Գլոբալիստական այդ գլոբալիստն է, ես դրա համար եմ ասում։ Նու դրանք նեոբոլշևիկներին շատ նման են, Շատ ավելի նման են, իհարկե, որովհետև մերժում են աստուն, մերժում են ազգություն, ընտանիք, մերժում են կարգ ու կանոն, այո, դա հասարակ Դա հիմա նշենք, որ սա եվրոպական արժեքներին չի վերաբերվում, արժե համակարգին, տրադիցիոն Եվրոպային։ Այն դասականին չի վերաբերվում, բայց այսօր մենք ապրում ենք այլ ժամանակներում ու դրա համար ծափահարելով են ընկալում ամեն ինչը, ինչ արվում է Հայաստանում եւ եկեղեցու դեմ։ Եվ մեր էլի եմ ասում, չնայած դրան, որ շատ կարևոր բան է այդ քաղբատարկյալները, բայց դա էլի շղթայի մի կողմ է հիմա, բայց ինչու ենք դրա վրա ուշադրություն դարձրել, որովհետև դա ամենամարդկային հագեցված խնդիր է։ Ես կարծում եմ այսօր ամենավտանգավոր պետության համար խնդիրը դա այսպես կոչված անկլավների խնդիրն է ու հույսով եմ մենք ձեզ հետ կարող է էլի դրա մասին առանձին խոսենք բայց քանի որ կա այդպիսի բան որ ստեղ մարդկանց մասին է օրինակ նույն Արեգնազ Մանուկյանը ես հիշեցնեմ որ երբ որ Թուրքիայում դինկին սպանեցին դուրս եկան հազարավոր մարդիկ ասեցին ես դինկն եմ հիմա ճիշտ ժամանակն է ես ասեմ ես Արեգնազ Մանուկյանն եմ ինչ է ինքը արել ավելի ինչ է որ ես չեմ անում քննադատել է ես քննադատել եմ սկսած 90 թվականից բոլորին Սամվել Կարապետյանի ժամանակ ասել է եւ մեր ձևով կանենք ես միշտ ասում եմ ես էլ իմ ձևով կանեմ իհարկե ես այդ ռեսուրսը կամ ունակությունները կամ հնարավորությունները չունեմ բայց ազատ արտահայտվելու այդ այլախոսության համար հետապնդումը եւ ոչ թե ուղղակի հետապնդում այլ դաժան ու արժանապատվությունը նվաստացնող մեթոդով սա է առանձնահատուկ այս մեր օրերի համար եւ եթե մենք դա չկանգնեցնենք եւ անգամ ոչ թե միայն այդ հանձնաժողովը մենք ունենք հիմա որոշ նոր կառույցներ հասարակական կազմակերպությունների դա նույն քաղաքական իրավունքների պաշտպանության կենտրոնն է եւ այլն ես կարծում եմ որ նոր այդ կառույցները պետք է կարողանան ցույց տան ոչ թե այդ հնարած իրական Հայաստան այլ իսկական Հայաստանի ձայնը Եվ մենք պետք է չթողնենք, որ միջազգային հանրությունը մեզ դնի ամենացածր մակարդակի ժողովրդի դեմ, այն ինչ որ անում է այսօր նույն այդ ֆոն դեր Լայենը, բաց են շուկաները, ով է ֆոն դեր Լայենը, որ շուկաներ բաց է Եվրոպայի, նա ուղղակի խոսում է մի հասարակության հետ, որին խաբում է։ Տիկին Ալավերդյան, մի շատ վտանգավոր երևույթ եմ ես նկատել, 8 տարիների ընթացքում այս իշխանությունը ժողովրդին սովորացրեց մտածել իր պես։ Հիմա օրինակ մեր քաղբանտարկյալների հետ կապված
Հենց պաշտոնատար անձինք խախտելով անմեղության կանխավարկածը շատ հանրային խոսքի մեջ պնդում են, որ այս մարդիկ օրինակի համար գործել են այս հանցանքը առանց վերջնական մեղադրանքի կամ արդարացման սպասելու։ Հետևաբար արդեն հասարակությունը ընդունում է իշխանության այդ գաղափարը եւ նույն խոսույթով ինքն է արդեն հանդես գալիս։ Ինչպես ասեցի, դա կտրվելով իր սեփական կարծիքից։ Չէ, տեսեք, դա հենց այդ ինֆորմացիոն քաղաքականության արդյունքն է։ Բոլորը գիտեն, դա այսպես ասած նորություն չի, որ խոսքը, որ դու ասում ես, մանավանդ իշխանությունը ասում է, դա դեռ սովետական ժամանակվանից, դա հերոստատեսությամբ ասել են, ուրեմն ճիշտ են ասում։ Այսինքն Թերթի մեջ գրածը որոշակի հեղինակության, այսինքն այդ այսպես ասած հնարավորությունը իրենք չեն բաց թողում եւ խայտարակ ձևով, այո, այդ այսպես ասած վարկածների բոլոր տեսակները, ես էլ չեմ ասում, որ արժանապատվությունը նվաստացնող, տեսեք, ինչ է գրված սահմանադրության մեջ, արդեն ծիծաղում են, որ սահմանադրության անուն տալիս ես, բայց երրորդ հոդվածի երրորդ պարբերությունը ասում է իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով։ Իսկ ինչ է անում իշխանությունը, սահմանափակում է մարդու իրավունքները, մասնավորապես այլախոսությունը, ամեն անգամ 2018 թվականից ես ասում եմ նույն բանը, ես ունեմ այլ կարծիք, ես համաձայն չեմ այս իշխանությունների քաղաքականության հետ եւ ես ասում եմ ինչի հետ չեմ համաձայնվում, ես համաձայն չեմ, որ Հայաստանի որևէ ղեկավար գնա եւ 3 հոգու մեջ հայտարարի, որ Արցախը դա Ադրբեջանն է։ Ես համաձայն չեմ, որ նա զրկի Հայաստանի քաղաքացուն, որը ապրում է այլ երկրում եւ հասկանալ է դա ինչպես է եղել, զրկի նրան ընտրվելու եւ ընտրելու իրավունքի։ Եվ շատ բաներում համաձայն չենք, Տիկին Ալավերդյան։ Այսինքն պարզապես ասում ենք համաձայն չենք։ Հիմա բոլոր նրանք, ովքեր որ կամ քաղաքականության մեջ, ես երդվյալ անկուսակցական եմ, կարող է պատահի դա եւ ես չունեմ կազմակերպած խումբ, որով երբ որ դա ասում է որևէ քաղաքական գործիչ, որը կուսակցության ղեկավար կամ որևէ մի ռեսուրս ավելի մեծ ունեցող, նա անմիջապես ձերբակալվում է։ Ցավոք, Տիկին Ալավերդյան, շատ շնորհակալություն, մեր ժամանակը սպառվեց, շատ հետաքրքիր բովանդակալից զրույց էր։ Հիմա Անդրանիկ Թևանյանի խոսքերը հիշեցնենք, ով կալանավայրում է շինցուկրիական գործով, բայց նախքան կալանավորվելը բազմաթիվ քաղաքական վերլուծություն կանխատեսում չէ, արել է, որը կարծես իրականություն է դառնում ցավոք սրտի, եւ այդ լսելուց հետո արդեն կհյուրընկալենք մեր մյուս հյուրին Տիգրան Աբրահամյանին, ազգային ժողովի պատգամավոր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, մենք ենք շնորհակալ Տիկին Ալավերդյան, այսքանը մի քիչ հետո կմիանանք արդեն Տիգրան Աբրահամյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը կհնչեցնի մեկ մեծ սուտ եւ բազում ճշմարտություններ թող զարմանալի չթվա։ Սուտը վերաբերում է խաղաղությանը։ Ինքը խափում է, որ խաղաղություն է արդեն բերել, մնացած մասերով ճիշտ է ասում, որոնք են այդ ճշմարտությունները։ Ինքը չի թաքցնում, որ առաջնորդվում է թուրք-ադրբեջանական օրակարգով եւ չի թաքցնում, որ ակնկալում է ոչ թե Հայաստանի քաղաքացիների, այլ արտաքին ուժերի աջակցությունը։ Եթե Աստված մի արասի հանգացումնիսին 7-ին բան չփոխվի, Հայաստանը լուրջ կատակլիզմների մեջ է հայտնվելու եւ իրական պատերազմը, իրական կորուստները, իրական հետընթացը ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի վարչապետության պահպանման պարագայում։ Հակառակ պարագայում մենք ստանալու ենք շանս, հնարավորություն գնալ դեպի անվտանգություն, խաղաղություն եւ զարգացում։